Ողջույն Դավիթ ջան, ողջույն մեր սիրելի հետևորդներ, դիտորդներ, հուսով եմ լավ ես Դավիթ ջան։ Հիանալի։ Մենք էլ ենք հիանալի։ Դավիթ ջան, ճիշտն ասած, մինչև անցնենք հարցերին, մեզ հաճախ հարցնում են ինչպես միանանք Դավիթի հեքիաթային խմբին։ Կխնդրեմ մի փոքր այդ մասին տեղեկություն տաս, որովհետեւ մեր դիտորդները ճիշտ կողմնորոշվեն։ Նախ շնորհակալ եմ ցանկության համար, եթե ուզում են միանան, սիրով կընդունեմ։ Կարող են Facebook-ով գտնել անգլիատար Դավիթ Փարաջյան գրեն, գտնեն ինձ, հաղորդագրություն ուղարկեն Messenger-ին, հաղորդագրության մեջ նաև իդեպ Viber-ով հիմա այս համարս կփոխանցեմ, Viber-ն էլ կարող են հաղորդագրություն ուղարկել, հաղորդագրության մեջ պետք է գրեն իրենց անուն, ազգանունը, Viber կոնտակտային համարը իրենց փոխանցեն, որովհետև մեր խումբը, այդ հեքիաթային խումբը Viber-ում է, հանդիպումներ արվում են Zoom-ով, բայց Viber-ում են արվում գրառումները, Viber-ը խմբում են արվում, +374 մեր հայկական կոդը սկզբից 55 73 68 06 հեռախոսը համարին կարող են գրել իրենց հաղորդագրությունը եւ պետք է խնդրեմ, որ հայատար գրեն, ոչ լատինատար կամ ռուսատար։ Ես կընդունեմ, ինչ հարց պետք է կտամ։ Հայատար։ Այո, եթե ամեն ինչ լավ կլինի, կընդգրկեմ այդ խումբ եւ մնացածը Աստված առաջ։ Շնորհակալություն Դավիթ ջան, հուսով եմ այդ դիտորդները կլսեն, կտեղեկանան։ Շատ բարի Դավիթ ջան, շնորհակալ եմ շատ։ Դե ինչ, անցնենք մեր հարցերին, բավականին հարցեր կար, ուզում եմ սիրով անդրադառնանք այդ հարցերին, մեր իմացության սահմաններում օժանդակելու համար մեր հայությանը։ Ինչ կասես։ Պատրաստ ես։ Ինչքանով կարողանամ։ Հիմա մեզ հարց են տվել, հայտնության գրքում գրած է, որ հակաքրիստոսը գա, պետք է սրի անցկացնի մարդկությանը, եւ այլն։ Դուք էլ անգիր գիտեք, կարծում եմ գրած է նաեւ, որ Քրիստոսը գա նույնպես սրի անցկացնելու նրանց, ովքեր իրեն չեն հավատացել։ Նրա սրի վրայից մարդկանց արյուններ թափվում ու մարդկանց լեշով կերակրելու է երկնքի թռչուններին, ռուսերենից թարգմանած եմ ասում, բայց միտքը նույնն է։ Ուզում եմ հասկանամ, դա վերագրել են Հիսուսին, մարդկանց մոտ վախի մթնոլորտ ստեղծելու կառավարելու համար։ Մերսի, եթե կպատասխանեք։ Ինչ վերաբերում է այդ գրառմանը, այդ հարցին, այսպես իմ տեսանկյունը կարտահայտեմ, որ իրոք ընդհանրապես նմանատիպ գրքերում, նմանատիպ գրվածքներում ներկայացված է բավականին սրված վիճակում եւ դա ունի իր պատճառը, բայց շատ կարեւոր է, որ անցալել այն ինչ գրված է նմանատիպ գրքերում, առաջին հերթին մեր ամենքիս անձի մասին է խոսքը եւ ամենքիս ներաշխարհի մասին է խոսքը։ Միշտ կողմ եմ դեպի ներս դիտարկելու, հակառակ դեպքում, եթե մեր մեջ չգտնենք ցանկացած խնդիր եւ խնդիրի լուծում, դրսում փնտրելը անիմաստ է կամ նստել սպասել, թե երբ պետք է գա աշխարհի վերջը, երբ պետք է հայտնվի Քրիստոս կամ հակաքրիստոս ու ինչ պրոցեսներ տեղի կունենան այդ ժամանակ, ինքս անձամբ նմանատիպ մտածողությանը կողմնակից չեմ։ Ունենք խնդրեմ դարեր շարունակ, որ մարդիկ այո նստած սպասել են իրենց ներկա պահը ապրելու փոխարեն սպասել են ապագա գալիքով եւ ներկան դարձնելով անցյալ ուղղակի սպասել են եւ նման ձևով իրենց ողջ կյանքը սպասումների մեջ անցկացնելով կորցրել գնացել են եւ նմանատիպ տարբեր վերածնունդներով անցնելով շատերս առաջընթաց չեն ունեցել գիտակցական կյանքում։ Խնդիրը որտեղ է։ Այն ինչ որ գրված է հայտնության գրքում տեղի է ունենում բոլորից ներսում։ Մենք մեր հանդիպումների ժամանակ որոշակի առումով խոսել ներկայացրել ենք մարմնի եւ հոգեվոր աշխարհի եւ տարբերությունը եւ կապը, երբ նույնիսկ մարմինը համեմատեցինք բելի, այսինքն նյութական իշխանի, կերպարի հետ, իսկ հոգին հայկի կերպարի հետ մենք համեմատեցինք ավելի ընկալելու լինելու համար։ Նույն կերպ, նույն հակաքրիստոս հասկացողությունը, նույն բելը նյութական դաշտի աստվածության խորհրդանիշն է, եթե ուզում ենք հակաքրիստոսով նայենք այս պարագայում։ Իսկ Քրիստոս դա մեր ներսի լույսի խորհրդանիշն է։
Մենք ամեն օր նստել սպասելով, թե երբ պետք է գա վերջի օրը եւ Քրիստոս պետք է գա փրկի կամ չփրկի մեզ, մենք նախ ոչ միայն կգնանք կործանման, այլ նաեւ չենք տեսնի այդ ոչ մի փրկությունը։ Փրկությունը մեր ներսից է գալի։ Փրկությունը, եթե մենք մեր ներսը չբացենք եւ այդ Քրիստոսին չարտնացնենք, միշտ կմնանք հակա Քրիստոսի ցանկությունների կամ ճնշումների տակ։ Այսինքն ինչ Որի բառ ներկայացուցիչը մեր ներսում վախն է։ Դե վախը դա Քրիստոս կոչվածի, այսպես ճակերտներով ասած մի քիչ էլ գործիքն է։ Հակա Քրիստոս ինքը մի քիչ սարսափելի ձևով է ներկայացրած։ Բայց նորից կրկնվելով ասեմ, որ եթե պետք չլիներ դիեզերքում նման գաղափար կամ նման ուժ գոյություն չէր ունենա։ Պետք է ընդհանրապես չատել, ընդունել ամենին այնպես, ոնց որ կան, դա կլինի հակա Քրիստոս, կլինի դև, կլինի Քրիստոս, կապ չունի։ Խնդիրը նա է, դու որ ուժի կրողն ես։ Եթե դու Քրիստոսի լույսի ճանապարհով ընթացող ես, գնա այդ ճանապարհով, դա բարձր մարդու ճանապարհն է։ Իսկ եթե չէ, դու մարմնականին տրվելով ընտրում ես նույն հակա Քրիստոսի կամ մարմնի ճանապարհը եւ անտեսում ես գեր մարդու, այսինքն ներսի Քրիստոսի լույսի ճանապարհն ես անտեսում, իհարկե բնականաբար մի քանի տարի հետո դառնում ես մարկանացու եւ վերջ։ Հույսը թողելով հաջորդ կյանքերին։ Եվ իդեպ հարց տվողը հարցրել էր դա իշքանով է դաժան ինչի համար է գրված եւ այլն։ Հա, սրված ձևով է գրված լինում, որովհետեւ միտում կա թե մարդկանց վախացնելու, բայց նաեւ այդ վախը մի լավ կողմել ունի վախացնելու գործիքը։ Այն մարդիկ, ովքեր քնած են, օրինակ մի օրինակ բերեմ, ավելի կարելի համար հնդկական գաղափարախոսությունից, հնդիկները օրինակ ծանոթ լինելով ռեինկարնացիա, այսինքն վերածննդման գաղափարին, իրանք մեծ մասին չեն անում։ Ասում են, դե այս կյանքում մենք մեր մարմնական հաճույքները անենք, հաջորդ կյանքում կտրվենք գիտակցությանը կամ առաջընթացին։ Եվ այդպես կյանքեր են մահանում, կյանքեր են կորում, ոնց որ ճաշճաշման մեջ են մնում։ Իսկ նման սրված տեքստերը օգնում են մարդկանց մի փոքրիկ այդ վախը, որ ասում օգտակարություն էլ նաև իր մեջ ունի, օգնում է, որ մարդիկ գոնե այդ մի փոքրիկ, ասես ճակերտներով ասած, վախ հասկացողությունից ելնելով փորձեն ինչ-որ մի բան անեն։ Իհարկե, հերիքա դու ոտք դրեցիր գիտակցական դաշտ, արդեն հասկանում ես, որ վախը ինքը ընդամենը այդ պահին համար քեզ առաջ բրդող գործիք էր, բայց չի կարելի այդ վախին տրվել, որովհետև հակառակ դեպքում դու կգնաս դեպի կործանման։ Ցանկացած բանն եւ լավ եւ վատ կողմ, կարելի է ցանկացած բան օգտագործել ի օգտակար քեզ։ Ինչպես դանակի օրինակը կա, չէ՞։ Դանակով կարելի է հաց կտրել եւ մարդու վնաս տալ։ Հարցն է, թե դու ինչպես կանես այդ ամենը։ Քրիստոսը գալու համար պետք է առնվազն դուք ձեր ներսի աշխարհը բացեք, ընդունելու համար Քրիստոսի լույսը կամ մեծացնելու համար ձեր ներսի Քրիստոսի լույսը։ Ամենայն դեպս կողմնակից չեմ նստել սպասել ինչ-որ պրոցեսների, այն դեպքում, երբ որ սպասելով քո ներկան, որը պետք է ապրես լիարժեքորեն, դարձնելով անցյալ, դու անդադ սպասում ես ապագային, որը գոյություն չունի իրականում։ Մենք այդ երկու դաշտերի արանքում ենք, որը ներկան է, որը պետք է ապրել, վայելել, քանզի տրված է առողջականության կողմից, եւ գնահատելով այդ ամենը մեր մեջ բացենք, ընդունենք Քրիստոսի լույսը, նրա տված շնորհները, այնքան մինչև ինքներս կմիանանք այդ ուժին, դառնալով Քրիստոս։ Դավիթ ջան, ես ուղղակի մի փոքրիկ թյուրիմացություն կա մարդկանց մեջ, մարդկանց թվում է, թե Հիսուս Քրիստոս դա Հիսուսի անուն եւ ազգանունն է Քրիստոս, բայց դա լրիվ այլ էություն է, Քրիստոս բառի մեկնությունը, որպեսզի ճիշտ անք եւ հասկանալի լինի մարդկանց համար, ինչ ասել է Քրիստոս։ Հիսուս Քրիստոս դա անուն ազգանուն չի։ Հիսուս դա մարմնի անունն է նույն ձև, ոնց որ ցանկացած մեկի անունը բնութագրում է իր մարմինը։ Քրիստոս դա անուն չի, դա վիճակ է Քրիստոսը։ Բարձրագույն վիճակ, որին կարող են հասնել բոլորը, որովհետև անժխտելի է, որ Հիսուսը ասում էր՝ եկեք իմ հետևից, իսկ իր հետևից գնալ կնշանակի հասնել այն կետին, որտեղ որ ինքն է գնում, իսկ ինքը հասավ քրիստոսացման։ Քրիստոս դա նշանակում է քրիստոսանալ, այսինքն ազատվել բոլոր կապանքներից, Քրիստոսն մի քանի նշանակ։
մի քանի նշանակություններ ունի, արարչական լույս կամ նույն հենց ինքը մարդ, բարձր մարդ գաղափարը, դա նույն Քրիստոս բառի հոմանիշը։ Բուդդա հասկացողությունը, երբ որ Սիդդհարթա Գաուտաման վերածվեց Բուդդայի, Բուդդան է դա անուն չի, ոչ էլ ազգանուն, դա նույն քրիստոսացումն է նշանակում։ Այնպես որ հնդկական գաղափարախոսությունը կամ Բուդդային առանձնացնել Քրիստոսից եւ այլը, այդքան էլ առողջ չի, որովհետև բոլորը հասել են նույն բարձր գիտակցության։ Դա մեծ բարձր գիտակցություն է նշանակում Քրիստոս։ Հիմա կասեմ ավելի շատ կարևոր բան, որ ամենուր, ամեն տարի որոշակի տոներին սխալ ձևով է ասվում, հենց եկեղեցու կողմից է սխալ ասվում, ելի թող հնչի որպես անձից տեսանկյունը, որի պատճառով մարդկանց մեջ հենց այդ բույրը բռնումը կա։ Օրինակ Սուրբ Ծնունդի ժամանակ ասում է Քրիստոս ծնվավ եւ հայտնեցավ, կամ հարության տոնի ժամանակ ասում են Քրիստոս հարյավ իմեղելոց եւ պատասխանը օրհնյալ է հարություն Քրիստոսի։ Քրիստոս դա անձ չի, դա անմահ հոգի է։ Եթե անմահ հոգի է, ինքը չի կարող ոչ ծնվել, ոչ մահանալ, որ մեկ էլ մահացածներից հարություն առնի։ Ասելով Քրիստոս ծնվավ եւ հայտնեցավ կամ Քրիստոս հարյավ իմեղելոց, մենք մեր մեջ այդ անմահությունը սպանում ենք, որից հետո ուզում ենք հարություն տալ իրան։ Չի կարելի ու անհնար է սպանել կամ ծնունդ տալ մի գաղափարի, որ ուղղակի անմահ է։ Քրիստոս դա նշանակում է անմահություն։ Այնինչ փոխարենը պետք է ասել լավագույն դեպքում Հիսուս ծնվավ եւ հայտնեցավ, որովհետեւ Հիսուսը այն մարմինն էր, որի մեջ Քրիստոսի, այսինքն անմահության հոգին մարմնավորվեց, որպեսզի անցնի որոշակի պրոցեսներ, հետո այդ մարմինը արդեն հասնելով գիտակցական շատ բարձր մակարդակի Քրիստոսացավ եւ միացավ լույսին։ Եվ պետք է ասել Հիսուս հայրավ իմեղելոց, քանզի մարմինը մահացել էր Հիսուսի եւ իր մեջ լույսը շատ էր մեծացած, արարչական լույս։ Իր մարմինը նույնիսկ լուսավորվեց, այսինքն հարություն առավ մարմնով հանդերձ եւ ինքը դարձավ Հիսուս Քրիստոս։ Այ խաչելությունից հետո Հիսուս Քրիստոս ասելը շատ նորմալ է, շատ ճիշտ է, որովհետեւ ընդհանուր մի մարմին դարձավ։ Պատասխան քո հարցի մի քիչ երկար փորձեցի պատասխանեմ հնարավորինս ընկալելու համար, Քրիստոս ոչ, դա ազգանուն չի, դա վիճակ է, որին ցանկացած մեկը կարող է հասնել։ Եվ այն թույլ ըմբռնումը, որ եկեղեցիների կամ որոշակի աղանդների կողմից ասվում է, անհնարին է, որ ինչ-որ մեկ որ Քրիստոս դառնա, երբ ասում են, որ հնարավոր չի Քրիստոսանալ, կեղծ եմ համարում, որովհետև նույն Հիսուսն էր ասում, հենց եկեք իմ հետևից եւ օրինակը ցույց տվեց, որ ցանկացած մեկը իր հետևից ով որ գնա, Քրիստոսանա։ Իսկ ով է ուզում գնա Քրիստոսի հետևից, ամեն մեկը թող ինքը ընտրի։ Ասենք հաջորդ հարցին, երևի Դավիթ ջան, այստեղ մի հարց, արդյոք ճիշտ է ասել կամ մտածել, որ Աստված զոհաբերեց իր միակ որդուն։ Եթե Աստված գիտեր, որ Քրիստոսը չի մեռնի, այլ համբարձվելու է, բա ուր մնա զոհաբերությունը։ Եվ երկրորդ, ինչու միակ որդի, բա մենք ով ենք։ Շատ հետաքրքիր հարց է Դավիթ ջան։ Բոլորս էլ կարող ենք կոչվել որդիներ։ Իհարկե Հիսուսը ինքը այնքանով տարբեր է, որքանով որ գնաց առաջ առանց հետընթացի։ Ինքներս ցանկացած մեկս կարող ենք գնալ նույն ճանապարհով եւ վերածվել արարչի որդու, վերածվել, ինչի համար, որովհետեւ մենք դեռ շատերիս մարմինը հերու է այդ գաղափարից, քանի դեռ ամեն ինչին փորձում է ուղղակի կողքից դիտողի դերում լինել, սպասել, թե ինչ-որ մեկը պետք է անի իր փոխարեն եւ ինքը տեսնի ու ուրախանա։ Փոխարենը նայելու իր ներսում եւ որոշում կայացնելու, որ ինքը պետք է դառնա այդ ճանապարհ գնացողը։ Իհարկե, եթե ինքներս գնանք այդ ճանապարհով, մենք ամեն մեկս կարող ենք համարվել որդի, նրա համար, որովհետև արարչական ուժին ասում են հայր, չնայած արարչական ուժը ոչ հայր է, ոչ մայր, ոչ որդի, քանզի ամենը իր ներսում են, իրան բաժանել ինչ-որ սեղերի մի քիչ թույլտվություն կա դեռ։ Ինչ վերաբերում է որդուն ուղարկելուն, զոհաբերություն անելուն, եթե գիտեր, որ մեկը հարություն է առնել իմաստավորներ եւ այլն, այն գրվածքները ոնց որ շատ պրիմիտիվ ձևով ներկայացված է, այդքան էլ
չարժի այդպես դիտարկել, այդպես նայել, որ եկավ զոհաբերվեց բոլորիս մեղքերի վրա վերցնելու համար եւ այլն, որ զոհաբերությունը ուներ կոնկրետ նպատակ, կոնկրետ ժամանակ եւ կոնկրետ պատճառներ, բայց որոնց մասին ինձ թույլ չեմ տա հիմա խոսել, թողներ են ինձ մեր ունկնդիրները, բայց բաներ կան, որ հանրային դաշտում ինքս ինձ թույլ չեմ տա խոսել, ուղղակի մի փոքրիկ ձևով հուշում անեմ, որ ամենևին մարդկության մեղքերը վերցնելու խնդիր չլուծվեց, որովհետև մարդկությունը ամենևին էլ այն պատմության միջին մեղքի կրողը չէր, որը մենք զրույցների ժամանակ հասկացել ենք, ինձ թվում է, որ այդ մեղք հասկացողությունը, որը ծանրացած միշտ մարդկանց փորձում են հուշել, որ դուք գիծն են մեղավոր եք, մի քիչ հարաբերական պետք է հասկանալ դրանից առաջ ինչ է նշանակում մեղ, նոր որակալել, թե ինչ է նշանակում մեղավոր լինել։ Ուղղակի նմանատիպ բաների շուրջ թողում կնդիրներ են, բայց պահանջում է շատ անհատական հարցի պատասխան, նաև որը կախված է համապատասխան հարց տվողի գիտակցական մակարդակից, ինքը ինչքանով է պատրաստ ընկալելու այդ հարցի պատասխանը։ Զուտ չվնասելու համար լավ աղմով է նկատի ունեմ, չեմ ուզում այս բանը շատ ավելի մանրամասն պատասխանել։ Ինչ վերաբերում է այն հարցին, որ եթե Արարիչ գիտեր, որ իր որդին եւ այլն, այդ հարցը արդեն ցույց է տալիս, որ հարց տվողի կողմից Արարիչը ընկալվում է որպես անձնավորություն, որտեղ այն անձնավորությունը կարա իր որդուն ուղարկի եւ մտածի կամ չմտածի, թե ինչ է լինելու կամ ինչ չի լինելու, միանգամից պատասխանեմ ոչ, Արարիչ անձնավորություն չի։ Աստվածները կարող են լինել անձնավորություններ, բայց Արարիչ անձնավորություն չի։ Արարիչ դա հավերժական լույս է։ Եթե ինչ-որ մեկը կարող է ասել, որ լույս գաղափարը անձնավորություն կարա դառնա, խնդիր չկա, ուրեմն ձեր համար դա անձնավորություն կարա լինի, բայց ինքը անձ չի, անձը դա սահմանափակ է։ Մենք մեր մարմինը անձնավորություն է, սահմանափակ իր չափերի մեջ։ Իսկ արարչականությունը դա անծայրածիր օվկիանոսն է, դա անսահման էներգիան է, որի ամեն մի փոքրիկ մասնիկի շնորհիվ ապրում է թե ծաղիկ, թե ծառ, թե մարդ, թե կենդանական աշխարհը եւ ողջ տիեզերքը։ Իսկ երբ որ փորձում ենք նայել անսահմանին որպես անսահման, դեռ արդեն դուրս է գալիս այդ հարցը, ինքը գիտեր իր որդու ինչ լինելը, խաչվելը, մեղքերի վերցնել կամ չվերցնել, ինձ թվում է այդ հարցը արդեն տեղից դուրս է գալիս։ Անդրադառնանք Դավիթ ջան, մեր մյուս հարցին, այստեղ հետաքրքիր մի հարց են տվել։ Սևակ ջան, еще один вопрос, ռուսերեն հարցը, когда вернемся в Арцах, нам трудно жить без Арцаха? Заранее спасибо. Հայեր չէ գրողը, ընտրում եմ Մանուկ ազգանունը, այս միակ։ Նաիրա Բաբայան։ Այո, գուցե խոսքս շատերի հաճելի չլինի, բայց փորձեմ իմ դիտարկումը անել, սիրելի հայրենակիցներ, ունենալու համար Արցախ, Նախիջևան, հետ բերելու համար Արևմտյան Հայաստան կամ գոնե պահելու համար մեր ներկա հողերը, շատ կարևոր է, որ ընկալեք մի բան։ Երկիր հասկացողությունը գոյություն ունի միայն այն դեպքում, երբ իր ներսում ապրում են եւ հողերը բնակեցված են։ Դա նույն օրինակով, որ 5 սենյականոց բնակարանում ընդամենը ապրում է մի մարդ կամ դուրը փակում եւ գնում է այդ տան մեջ, առնվազն միջատներով է լցվում, փոշով, կեղտով եւ այլն։ Նույն ձև եւ նույն օրինակով, քանի որ մեր հողերը լքված դատարկ են, մենք չենք կարող միայն պահանջել, որ մեր հողերը մեր ձեռից չգնան, այդ չեմ ասում գնացածը հետ գա։ Փորձեք ճիշտ ընկալեք, որ Սփյուռքում գտնվող հայություն ունենք, շատ մեծ հայություն ունենք, շատ հայրենասեր, կարծես, եւ բոլորը հայրենիքը սիրում են դրսից։ Շատ եմ սիրում, շատ եմ գնահատում եւ քննադատանք չընդունեք հայրենակիցներ, բայց խնդրում եմ ընդունեք դիտարկումս մի քիչ առողջ ձևով, իսկ դիտարկումս ընդունեք այսպես. դրսում ապրող հայրենասեր հայի համար Հայաստան երկիրը դա ընդհանրապես ուխտատեղի է, նույն ձև ոնց որ Արևմտյան Հայաստանը, որ կարող եք տարին մեկ գալ ձեր սերնդին ցույց տալ, թե դուք որ թաղամասում եք ապրել, որ շենքում,
մի 10 օր հանգստանալուց հետո գնալու եք նորից նույն երկիրը, որտեղ դուք ձեզ լավ եք զգում ավելի։ Կապ չունի այդ ժամանակ ինչի այդ երկրում ինչ ծավի դրոշ է ծածանվում, դա կլինի Թուրքիայի, Ադրբեջանի, Ֆրանսիայի, Պարսկաստանի, թե հայկական, որովհետև դուք ստեղ չեք ապրում, ցավոք սրտի, պետք է սպառը օգտագործեմ, նորմալ է, դուք ձեր աշխատանքը գտել եք դրսում։ Ինքս ունեմ շատ ընկերներ, երբ զրուցելուց շատ հայրենասիրական խոսքեր են ասում, Գարգին Նժդեն փորձում անդադ ընթերցել եւ այլը, երբ հուշում եմ, որ նույն Նժդե ընթերցելու ժամանակ պետք է ուշադիր լինել, որ նույն Նժդե այս հողում ապրեց, պայքարեց հնարավորինս միջև վերջ, նույնիսկ տանջվեց, բայց այս հողում ապրելով եւ իր գաղափարները կարդալով ու այս հողից դուրս ապրելով մի քիչ դա այդքան էլ առողջ հայրենասիրություն չի, ինձ մի պատասխան են տալու, բայց չէ որ հայ տեսակ ամբողջ աշխարհին է պետք եւ օգուտ պետք է դա ամբողջ աշխարհին, խնդիր չկա, ոնց որ դատարկ գավաթը, դատարկ բաժակը երբ որ լցված չի կամ կիսատ է լցված ջրով, մնացած դատարկ տեղը կարող է լցվել կեղտով փոշով, բայց երիք է ջուրը լիարժեք լցված լինի, ինքը կսկսի թափվել իր կողքերը, նույն օրինակով պետք է ստեղ սերունդը աճի, մեծանա եւ սահմաններից դուրս գալով նոր օգտակար լինի շրջապատին։ Եթե այդ ընկալումը չունենանք, մեր որդիներին ծառայություն կոչվածից հեռու պահելու համար գնանք այլ երկիր կամ որոշակի աշխատանքից ելնելով, չնայած դա միակ երևի արդարացի պատճառն է, որ գործողումների միջոցով են գնում այլ երկիր, բայց սերունդը սկսել բազմացնել օտար տեղերում ու մտածել հայրենիք հասկացողության մասին, չեմ ասում կորցրածողեր հետ բերել մասին, դա արդեն առողջ չի։ Հարց տվողը գրել է ռուսերեն, որ շատ գնահատում եմ, ասում եմ, գուցե ռուսական կրթություններ, բայց սովետավաղուց անցել ենք, ինչի կրթություններ ունենանք, շատ կարևոր է գրառում անելուց գոնե հայերեն ձեր լեզվով գրառում անեք։ Ինքս չճանաչելով չեմ կարող ինչ-որ կարող մարդու մտքով այդպես է անցել, բայց խնդրանք ընդունեք, որ չկորցնեք ձեր լեզուն, գոնե օտար դաշտում ձեր երեխաներին այնպես արեք, որ չմոռանան իրենց աստվածային իրոք արարչական լեզուն, չնայած միևնույն է ձեր թոռները արդեն չեն խոսելու այդ լեզվով։ Եվ մի մեծ խնդրանք պետք է հղեմ, ովքեր դրսում են ապրում կամ ունեն ազգականներ, թող փոխանցեն այդ խնդրանքը։ Խնդրանքս ինչն է, որ գոնե մի որոշում կայացրեք, որ ձեր կյանք անցկացնելով օտարության մեջ բերվեք եւ հողարկավորվեք կամ ձեր ազգականներին հողարկավորեք հայրենիքում, որտեղ հայրենիքը դա գերեզմանատուն չի, եւ այնքան մեծացել է գերեզմանատները, ավելի շատ գերեզմանատուն կա, քան ապրող կա, սա ապրելու տեղ է, ապրելու հող է, Արցախ հետ բերելու համար, Նախիջևան ու ամեն ինչ հետ բերելու համար, ամենաառաջնային գործիքը տեղում ապրելն է, որովհետև ոչ մի գող ու ավազակ չի կարող համարձակ մտնել այն տունը, որը բնակեցված է տան անդամներով, լավագույն դեպքում կարող է սպասել այնքան, մինչև տան անդամները կամ կմահանան, Աստված հեռու պահի, կամ տունը կլքեն, նոր կմտնի այդ տունը թալանելու։ Սևակ ջան, գուցե այսօրվա ամենալավ հարցն էր սա, որովհետև առիթ տվեց այս մասին խոսելու, եւ մի խնդրանքով պետք է դիմեմ, այն գիտակցությունը, որը կա, որ դուք շատ եք օգնում հայրենիքին, թե ֆինանսապես, հիմնական ֆինանսապես, բոլորի մասին չի խոսքը, ես հիմնականի մասին եմ ասում, դուք ամեն մեկը ընտրեք, թե դուք ոնց եք օգնում, ամենայն դեպս ձեր ուղարկած օգնությունները շատ սխալ ձև է ստեղ ստանում, եթե դուք անհատին պետք է ֆինանսական օգնություն ցույց տաք, որովհետև ստեղ դժվար է ապրուստը իրա, կամ հանուն հայրենիքի ինչ-որ պետական մարմիններին ֆինանսական օգնություն ցույց տաք, հետո ասեք մեր գումարները գնացին կորան այսքան աշխատելուց հետո, սխալ է, ինքս լավ ձև կարող եմ առաջարկել, եթե որոշել եք չգաք վերջ-վերջո ձեր հայրենիքի հողերը լցնել։ Առաջին հերթին կայքերով հերիք է քննադատեք ձեր հայրենիքը, դա ամենաառաջնային, եթե դուք չեք ապրում, ինչ վատ բան էլ կատարվում է, մի քննադատեք, եկեք ապրեք, որ այդ վատը չկատարվի, ինչ վերաբերում է ֆինանսական օգնությանը, եթե ուզում եք մեկին օգնեք, խնդիր չկա, Հայաստանի Հանրապետությունում գնեք հողատարածք, ինչքանով որ կարողանաք, ձեր հարազատին, որ պետք է գումարով օգնեք,
աշխատանքի տեղավորեք, թող ծառ տնկի, աճացնի, այդ այգուն տիրություն անի, այդ այգու պտուղները ցնի բիզնես, օրինակ Մարդ այդ ժամանակ ոչ թե նստած կսպասի ձեր կողմից ուղարկված գումարին եւ դրանով հանդերձ երբ որ մի օր դուք չեք կարողանա գումարով օգնել ինքը կդառնա գործազուրկ լիարժեք եւ աղքատության մեջ չգիտես ինչ կլինի, որովհետեւ դուք եք սովորացնում գումար ուղարկելով իրան չաշխատել ի հակառակ այդ ամենին իրանք կդառնան եւ աշխատող եւ այդ գումարը օգտակար տեղ կօգտագործվի եւ ձեր կողմից գոնե հողատարածքներ կառնեն, որովհետեւ հիմա հենց այս պահին Հայաստանի Հանրապետությունում շատ օտարազգիներ են եկել եւ հողատարածքներ են առնում, այդ չեմ ասում, որ հակառակորդ կոչված օտարազգիներ են շատ փորձում հողատարածքներ առնել ուրիշ անունների տակ մի այդպիսի մի խնդիր փորձեցի բարձրացնեմ ի պատասխան այս հարցին, որովհետև Արցախ հետ չենք բերի, եթե մենք չենք ապրում եւ չենք սիրում այս հողը, լինել ուրիշ դաշտում եւ խոսել հերովում գտնվող մի ուխտատեղի մասին, որտեղ մի քանի հոգի են փորձում ապրել եւ պահել իրենց սերնդով այդ հողը, մի քիչ առողջ չի։ Ներողություն եմ խնդրում։ Ճիշտ է, Ուղղակի փորձում եմ առողջ դիտարկել, ազգայնական ինձ չեմ դիտարկում, ինքս ավելի կոսմոպոլիտ մարդ եմ, բայց գնահատում եմ, եթե ծնվել եմ այս հողի մեջ, այս տարածքում, ուրեմն անելիք ունեմ այս տարածքում։ Միայն այս տարածքից պետք է դուրս գա իմ անելիքը, եթե կստացվի, դուրս գա ամբողջ աշխարհում տարածվի։ Այն նույն մեր զրույցների օրինակը, որ ամեն ինչ մեր ներսից պետք է սկսենք, ոչ թե դրսում փնտրենք, հայրենիք հասկացողությամբ եթե դարկում ենք, հենց մեր հողից պետք է սկսենք։ Միանշանակ դու ճիշտ ես Դավիթ ջան, ես համակարծիք եմ քո բոլոր բերած լրացումների եւ դիտարկումների հետ, որովհետեւ նախ հողը ճանաչում է իր վրա ապրողին եւ մենք ինչ տալիս ենք այդ եղանակով էլ մեզ է վերադարձնում։ Եթե մենք չենք գնահատում այն ինչի վրա որ ապրում ենք կամ այն ինչը որ ունենք, կգտնվի մեկը, ով գնահատում է եւ կասի դու սրա արժեքը չիմացար, եթե այս աթոռը ունես ու դու վրան չես նստում, կգտնվի ուրիշ նստող, որտեղ դու քոնին տեր չկանգնեցիր։ Ուղղակի մեր հայրը ամբողջ աշխարհում մի հատ հետաքրքիր բնավորության գիծ ունեն։ Ենթադրենք, եթե Եվրոպայում նախագահը կամ վարչապետը վատն է, բոլորը հավաքվում գնում են, ըստեյից բռնում դուրս են շպրտում ու փոխում են նրան։ Իսկ մեր երկրում, եթե նախագահը եւ վարչապետը վատն է, բոլորը հավաքվում երկրից են գնում։ Ախր ինչի համար մնա ինքդ ստեղծի այնպիսի հասարակություն քո գիտակցության մակարդակով, քո ներուժով եւ քո որակով, որ այդպիսիները տեղ չունենան այդտեղ աճելու։ Դե թող այդ վատ նախագահը, որը մենք ունենք այստեղ, կարողանա գնալ դրսում լինել վատ նախագահ։ Ոչ, նրան պարզապես չի հանդուրժի հասարակությունը։ Որտեղ մենք մեզնից ենք ծնում այդպիսիներին։ Եթե բարձր է մեր գիտակցության մակարդակը, մեր մեջից մենք ասում ենք, չէ, ժողովրդի ծոցից ելած, չէ որ նա ներկայացնում է մեր հոգեկերտվածքը եւ մեր դեմքը։ Բարձր գիտակցությունից կծնվի բարձր մեկը եւ նա կներկայացնի մեր դեմքը ու մենք կունենանք այն իրականությունը, որն ուզում ենք։ Իսկ մենք ինչ ենք արել այս 30 տարիների ընթացքում, որ այլևս այդ խոսքերը չասենք։ Չբողոքենք, ասենք նա վատնա, վայ հայրենիքը կորցրեցինք, վայ սենց եղավ, ինչ ենք մենք պատրաստ անելու, որ այլևս չասենք այդ խոսքերը։ Սրա մասին է խոսքը, ես կուզեմ բոլորս մեր ներսում փնտրենք այդ հարցի պատասխանը եւ այդ հարցը ինքներս մեզ տանք։ Իսկ ինչ ենք արել մենք, որ այլևս այս խոսքերը չասենք։ Սևակ ջան, ես մի քանի անգամ եթեր ենք խոսում ենք գիտակցական աճի մասին, որը ինչքանով կարող ենք ներկայացնում ենք, օրինակներ ենք բերում թե հին թե նոր կտականից Քրիստոսի խոսքից, Քրիստոսի ճանապարհից, Հիսուս Քրիստոսի։ Դա անմիջական կապ ուներ այժմյան հարցի եւ պատասխանի եւ խոսքերից հետ կապված, որտեղ նույն Հիսուս գտնվելով մի տարածքում, որտեղ իրան չէին ընդունում, ծայրահեղ ձևով չէին ընդունում, նույնիսկ իրան խաչը հանեցին, եւ ինքը դա լավ գիտեր, այդ իմանալով հանդերձ ինքը մնաց եւ իր աշխատանքը կատարեց տվյալ տարածքում։ Նույնիսկ ունենք Աբգար թագավորի, մեր հայ Աբգար թագավորի նամակը, որտեղ ասվում է Հիսուսին, գիտեմ կամ դու Աստված ես կամ Արարչի որդի, արի իմ միասին մեր երկիրը կկառավարենք, այսինքն թագավոր դառնալու առաջարկ էր անում,
Հիսուսն ինչ է ասում, ասում է, ես տարածքում եմ գործունեությունը կատարելու համար եմ եկել, ինքս չեմ գա, բայց իմ աշակերտներից կուղարկեմ, քեզ կբուժեն եւ քո երկիրը ոտքի կկանգնի։ Հիսուսի օրինակը շատ կարևոր է այստեղ անցալելու համար, որ տարածքի համար որ գալիս ենք, շատ կարևոր է, այդ չեմ ասում մենք ճանաչանանք այս տարածքում, ինքս անձամբ կողմնակից եմ աշխարհ մանգալում, շատ սիրում եմ ճանապարհորդություն, եթե հնարավոր լիներ ճանապարհորդել, շատ եմ սիրում, բայց մնալ մի տեղում, հեռվից գոռալ, կոչեր անել եւ չանել ոչինչ, այդ չեմ ասում, որ հիմնական մարդկանց հետ խոսում ես, հայերեն բառերը մոռացած են, դրսում օտարության մեջ ապրող, հատկապես Ռուսաստանը բնակ հայերի մեծ մասին է խոսքը եւ Ամերիկա բնակ, իրենց երեխաները արդեն հայերեն չեն խոսում, կներեք, բայց իմաստավորն է այս ամենը։ Հայրենիքը, ասում եմ, գոյություն ունի այդ գաղափարը, եթե մեջը ապրում է տվյալ հողի կրող մարդը, այլ մարդ կապրի, ուրեմն կդառնա դա իր հայրենիքը։ Հիմա ինչքան էլ Վանը, Սասունը, Մուշը, Հարսը ուզենանք հետ բերենք, մեկը հիմա դժվար կլինի, բացի դա այդ տարածքը համարվում են Թուրքիա, ինչքան էլ գնանք որպես մեր պապական երկիր, ասենք մեր պապական երկիրն է ու վերջ։ Եթե ուզում ենք գնալ իրոք Քրիստոսի ճանապարհով, այսինքն մեր ներսը աճացնենք, ուրեմն պետք է վերցնել օրինակը Քրիստոսի արած օրինակները, ցույց տված օրինակները Հիսուս Քրիստոսի։ Իսկ եթե դա միայն պետք է խոսելու մակարդակով լինի, թե այս մեր հաղորդումը, թե ամբողջ աշխարհի այդ բոլոր գիտելիքները դառնում են անիմաստ, ուղղակի անիմաստ։ Կլինի խոսք, բայց ոչ գործ։ Ճիշտ ես։ Եվ եզրափակենք երևի վերջին այս հարցով, երևի սա էլ է կարևոր, կարծում եմ շատերին կհետաքրքրի։ Հարցրել են կամ մենք ինչով ենք համոզված, որ գրքում գրված Հիսուսի խոսքերը իրոք ասվել է նրա կողմից, չէ որ իր հետ քայլողներից ոչ մեկ թուղթ ու թանակ առած գրի չէր առնում նրա ասածները, որ մի քանի 100 տարի հետո գիրք գրեն, սրա մասին ինչ կասեք։ Ինչ վերաբերում է նրան, արդյոք մենք ինչքան ենք վստահ այդ գրվածքներին, կարելի է մի փոքրիկ այսպես դիտարկել հարց տվողի ասացին, որտեղ հարց տվողը ասում է, չէ որ ոչ մեկ չի վերցրել գրիչը, գրել եւ այլն, այս նույն քանակով ոչ մեկ չի տեսել իրոք ինչ որ մեկը գրի առել է, թե գրի չի առել։ Ընտրեմ, եթե չենք ուզում ընդունենք ճիշտ է ասված կամ ճիշտ չի ասված, կարող ենք չընդունել, եւ շատ կարեւոր է այստեղ մի բան։ Մենք հիմնականում գերադասում ենք մեր համար ճշտել պատմությունը, կենսագրությունը, ինչպես կամ ինչ ձևով է եղել այդ ամենը։ Խաչվել է Հիսուս, գոյություն ունեցել, գոյություն չի ունեցել, արդյոք ինքը Սուրբ Հոգու ծնունդ էր, թե մարդեղեն, մարմնական ծնունդ եւ նմանատիպ կենսագրությունների հետևից ենք ընկնում։ Հարցը դա մեզ այդքան գուցե պետք է իմանալ, դեմ չեմ, շատ կարևոր է իմանալ, բայց եթե դա իմանալը չի օգնելու ձեզ այն հարցում, որ դուք գնաք այն գաղափարների հետևից եւ անել եք այն գաղափարները, որ հենց ցույց է տալիս Հիսուս, անիմաստ է դառնում այդ ամենի իմացությունը։ Այստեղ ավելի առաջնային նա է, թե Հիսուս ինչ ճանապարհ էր ցույց տալիս, թե առակներով, թե իր խոսքերով, թե իր քայլերով, եւ ամեն մեկս ամեն օր, ամեն վայրկյան, ամեն պահ ինչքանով ենք մոտ կամ ինչքանով ենք փորձում օրինակողը լինենք այդ քայլերի կամ առակների խորհրդով ինչքանով ենք գնում, ոնց է եղել առաջնային հարցը դա, չէ՞ դա էլի տեղ ունի կարևորություն։ Բայց մենք ունենք այն ինչ ունենք, շատ կարևոր է մենք ինչ օրինակ ենք վերցնում այդ ամենից մեր կյանքի ընթացքում առաջ գնալու համար։ Հարց տվողին ուղղակի ասեմ, որ կարող եք ամեն ինչի վրա կասկածել, խնդիր չկա, բայց հարցը դες ինչ է պետք։ Կարող եք կասկածել եւ օրինակ չգնալ գաղափարների հետևից, որը որ գուցեև Հիսուսի ասածով է գրված, այսպես ասեմ, ամենայն դեպս իր մեջ վատ չի պարունակում, այլ թռիչքի ձևեր է տարբեր ցույց տալիս, եթե ցանկություն ունեք թռնել, ուրեմն թռեք, այլ երբ որ թռիչքի գաղտնիքները կիմանաք եւ իրոք կտիրեք երկնքին, այդ ժամանակ արդեն ինքներդ
վերևից կարող եք ասել կամ այլ բարձունքից ասել, թե ով էր ասել այդ խոսքերը կամ ով էր գրի առել։ Մենք էլ սիրով կսովորենք այդ ամենից, խնդիր չկա, բայց կարևորը փորձեք այդ թռիչքը, մի վախեցեք ընկնելուց, ինքս էլ կասեմ։ Առհասարակ ես այս եղանակով եմ ասում, որ կասկածիր, գնա, ստուգիր, համոզվիր, ստուգիր, որովհետև ի վերջո ուսմունքն ու կրոնը տարբեր բաներ են, կրոնը ծածկում է ուսմունքը, կրոնը տալիս է թեորիան, կրոնը չի սովորացնում պրակտիկա, իսկ Քրիստոսը շատ պրակտիկաներ է տվել, շատ բանալիներ է տվել, որը մեզ չի հասել, բայց հասել է խոսքի մակարդակը, առաքինների տեսքով, բայց դա գիտակցության մեջ ինչ-որ փոփոխություն, անձամբ ինչ-որ ինքնաճանաչման տանող ճանապարհ չկա, այնուամենայնիվ փնտրողը կգտնի։ Ես այսքան եմ ասում, ուղղեք։ Մի փոքրիկ վերացումով իրոք ավարտենք, ուղղակի կցանկանայի ասել, որ առհասարակ ցանկացած գիրք լիարժեք գիտելիքի պարունակող չի, այլ գիրքը ինքը ընդհանրապես հուշումներ է իր մեջ պարունակում, քանզի դրանք կենդանի խոսքը սահմանափակված է որոշակի գրային եւ էջային, դաշտի մեջ, իսկ կենդանի խոսքը ինքը կարող հավերժ լինի, իսկ գիրքը ընդհանրապես բաղկացած է մի քանի էջերից, եւ գիրքը վերցնել դարձնել վերջնական գիտելիքի աղբյուր, մի քիչ դա հարաբերական է, դրա համար ցանկացած գրքի մեջ եւ կարելի է ավելացումներ անել եւ պակասացնել, բայց ուղղակի հուշում անա, որ գոյություն տիեզերական օրենք, ամենայն դեպս նմանատիպ գրվածքների հետ կապված, որ ինչքան էլ փոփոխություն արվի, լիարժեքորեն չի կարելի ուղղակի անհնարավերացնելը այն հիմքը գաղափարային կամ լիարժեքորեն կեղծիք գրել, որովհետև դա ոնց որ ասած տիեզերքից հարված կստանա տվյալ անողը, դրա համար էլ հիմնականում շատ անգամ փորձվում է իշխելու համար, փորձում է որոշակի թույլ փոփոխություններ անել կամ ավելին ասեմ, շատ պարզ մակերեսային ձևով ներկայացնել այն ինչ որ եղել է եւ ինքներս շատ պարզ ձևով ընթերցելով մտածում ենք, որ չէ, պետք է ավելի խորքային լիներ այս ամենը եւ չենք ընկալում այնտեղ ինչ էր գրված, բայց ամենայն լավ հարստությունը դրված է ամենապարզ տեղում շատ անգամ, ընդհանրապես նկատել, աշկ ունենալ է պետք, որ տեսնել կարողանանք, այդքան բան։ Դավիթ ջան, շնորհակալ եմ այսօրվա մեր հետաքրքիր, գեղեցիկ բովանդակալից զրույցի համար, հուսով եմ մեր հետևորդներին, դիտողներին նույնպես օգտակար կլինի, հաճելի կլինի։ Շնորհակալ եմ, որ հնարավորություն ընձեռնեցիր, քո ժամանակից տրամադրեցիր, Դավիթ ջան, եւ քննարկեցինք զանազան հարցեր եւ պատասխանեցինք մեր հետևորդների կողմից մեզ տված հարցերին։ Շնորհակալ եմ ինքս էլ մաղթ ընձեռնվելու համար, հնարք բարով, թող առաջ լինեն ամեն ինչ լինում է։ Ապրես Դավիթ ջան, բոլորին լավն ու բարին, ամեն աշխարհին թող լինի սեր ու լույս եւ բարձր գիտակցություն։ Թող լինի։ Շնորհակալ եմ, ստեսություն Դավիթ ջան։